Շաքարային դիաբետով պացիենտների մոտ իմպլանտացիան կարող է լիովին հաջող լինել, եթե պահպանվի որոշակի բժշկական եւ պրոթեզավորման սկզբունքներ։ Շաքարային դիաբետը ունի զգալի ազդեցություն իմպլանտացիայի հաջողության վրա, քանի որ այն կարող է բացասաբար ազդել վերքերի լավացման, բորբոքային պրոցեսների եւ իմպլանտի ինտեգրման գործընթացի վրա։ Դիաբետով հիվանդների մոտ հաճախ կարելի է նկատել խանգարված արյան շրջանառություն, ինչը կարող է դանդաղեցնել վիրահատական վերքերի բուժման գործընթացը։ Արյան մեջ գլյուկոզայի բարձր քանակը նպաստում է բակտերիաների աճին։ Դա էլ իր հետ բերում է իմպլանտացիայից հետո վարակների հավանականության մեծացմանը։ Շաքարային դիաբետը ազդում է նաև ոսկրային նյութափոխանակության վրա, ինչը բերում է իմպլանտի եւ ոսկրի ինտեգրման խանգարման։ Ինչ անել ռիսկերը նվազեցնելու համար։ Նախ անհրաժեշտ է վերահսկել արյան շաքարի մակարդակը։ Ցանկալի է գլիկոլիզացված հեմոգլոբինի քանակը արյան մեջ չգերազանցի 7%։ Խիստ հետևել հիգիենային, պարբերաբար այցելել ստոմատոլոգին, կատարել ատամների պրոֆեսիոնալ մաքրում, օգտագործել միայն բարձրորակ իմպլանտներ համապատասխան մակերեսային մշակման։ Բաժանորդագրվեք իմ Facebook-յան եւ Instagram-յան էջերին, տարածեք տեսանյութը կիսվեք ձեր ընկերների հետ, իսկ հերթագրման համար զանգահարում եք հետևյալ հեռախոսահամարով։ Առողջ եղեք։